Երբ քանդում էին մեր 150-ամյա տունը Կարսում, բանվորները գտան պատի մեջ թաքցված մետաղյա տուփ։ Զանգահարեցին ինձ, Արմինե Խաչատուրովային, 65 տարեկան, որովհետև ես էի տան վերջին ժառանգորդը։ Տուփի մեջ կային ոսկյա զարդեր, արծաթյա մետաղադրամներ, մագաղաթե մի քարտեզ։ Քարտեզը ցույց էր տալիս ինչ-որ վայր Անիի ավերակներում։ Տատիկս, Պերճուհին, միշտ պատմում էր Անիի մասին առասպելական պատմություններ։ Ասում էր, մեր ընտանիքը պահպանում է գաղտնիք, որը կբացահայտվի ճիշտ ժամանակին։ Մենք կարծում էինք, ծերուհու հեքիաթներ են։ Բայց այժմ, նայելով այդ հին քարտեզին, հասկացավ ճշմարտություն կար։ Քարտեզի եզրերին գրված էին խորհրդավոր նշաններ, որոնք հիշեցնում էին տատիկիս մատանու վրա փորագրված նշանները։ Վերցրեցի որդուս, Արթուրին, գնացինք Անի։ Ճանապարհին պատմեցի նրան տատիկիս պատմությունները, թե ինչպես էր Անին եղել 1000 եկեղեցիների քաղաք, թե ինչպես էին մեր նախնիները ապրել այնտեղ որպես գրագիրներ։ Արթուրը լսում էր զարմացած։ Մամ, իսկ եթե սա ճիշտ է, հարցրեց նա։ Կիմանանք շուտով, պատասխանեցի։ Քարտեզը տանում էր դեպի փոքր եկեղեցի, որը կիսավեր էր։ Եկեղեցու հատակի տակ, ճիշտ այնտեղ, որտեղ ցույց էր տալիս քարտեզը, գտանք քարե սալ։ Սալի վրա փորագրված էր, ով որ գտնես սա, իմացիր, դու արյունով կապված ես Անիի հետ։ Երբ բարձրացրինք այն, տեսանք աստիճաններ, իջնող խավարի մեջ։ Օդը ցուրտ էր խոնավ, բայց զգացվում էր նա ինչ-որ սրբություն։ Ներքում կար փոքր սենյակ։ Պատերին փորագրված էին հայերեն գրություններ թվականը, 1915։ Կարդացի բարձրաձայն, այստեղ պահված է 1000 տարվա իմաստություն։ Թող գտնողը լինի արժանի։ Կենտրոնում կար մեծ քարե արկղ։ Ներսում հարյուրավոր ձեռագրեր, որոշները 500 տարեկան։ Սա գրադարան էր, թաքցված, պահպանված, սպասող։ Առաջին ձեռագիրը, որ վերցրեցի, գրված էր ոսկե թանաքով։ Ձեռագրերից մեկը պատմում էր մեր ընտանիքի պատմությունը։ Մենք եղել ենք Անիի վերջին գրագիրները։ 1064-ին, երբ թուրքերը գրավեցին քաղաքը, մեր նախնիները թաքցրել էին ամենակարևոր ձեռագրերը։ Դարեր շարունակ ընտանիքի ամեն մի սերունդ ավելացրել էր նոր ձեռագրեր այս գաղտնի գրադարանին։ Գրված էր նա, որ միայն կանայք էին իմացել այս գաղտնիքը, փոխանցելով մայրից դստերը։ Մեկ այլ ձեռագիր պարունակում էր բժշկական գիտելիքներ, բուսաբուժության բաղադրատոմսեր, որոնք օգտագործվել էին դարերով։ Հիշեցի, թե ինչպես էր տատիկս միշտ բուժում մեզ տարօրինակ խոտերով, որոնց անունները ոչ ոք չգիտեր։ Հիմա ամեն ինչ պարզ էր։ Նա օգտագործում էր հազարամյա գիտելիք։ Վերջին գրառումը արված էր 1929-ին տատիկիս հոր Հակոբի ձեռքով։ Ես վերջինն եմ, ով գիտի այս վայրի մասին։ Պատերազմը ավերեց ամեն ինչ։ Իմ որդիները մահացան։ Միայն աղջիկս, Պերճուհին, ողջ մնաց։ Թողնում եմ այս քարտեզը, հուսալով մի օր ինչ-որ մեկը կգտնի կփրկի մեր գանձը։ Պերճուհի ջան, եթե դուք կամ քո ժառանգները կարդում եք սա, իմացեք, դուք կրում եք մեծ պատասխանատվություն։ Արթուրը լուսանկարում էր ամեն ինչ։ Մամ, սա պատմություն է։ Աշխարհը պետք է իմանա։ Բայց ես վախենում էի։ Ինչ կլինի, եթե սխալ մարդիկ իմանան։ Հետո հիշեցի տատիկիս խոսքերը, ճշմարտությունը միշտ պետք է բացահայտվի, պարզապես պետք է սպասել ճիշտ ժամանակին։ Դուրս եկանք ցնցված։ Զանգահարեցի մատենադարան։ Երբ փորձագետները տեսան ձեռագրերը, նրանք համարյա ուշաթափ եղան։ Դրանցից մի քանիսը համարվում էին կորած։ Մեկը՝ Գրիգոր Նարեկացու անհայտ պոեմ։ Մյուսը՝ Անիի թագավորների ամբողջական պատմություն։ Երրորդը՝ 12-րդ դարի աշխարհի քարտեզ, որտեղ նշված էին հայկական գաղութները ամբողջ աշխարհում։ Բայց ամենազարմանալին այլ բան էր։ Ձեռագրերից մեկում նկարագրված էր մեր ընտանեկան ծառը, սկսած 10-րդ դարից։ Ես ուղիղ գծեր ունեի, որոնք կապում էին ինձ Անիի թագավորական ընտանիքի հետ։ Տատիկս գիտեր սա։ Նա ամբողջ կյանք պահել էր գաղտնիքը։ Ձեռագրում նշված էր, որ մեր տոհմի կանայք եղել են թագավորական գրադարանի պահապանները։ Հեռախոսս չէր դադարում զնգալուց։ Լրագրողներ, պատմաբաններ, թանգարանի տնօրեններ։ Բոլորը ուզում էին տեսնել գտածոս։ Բայց նախ պետք էր զանգահարեի քրոջս Կարինեին։ Քույր, հիշո՞ւմ ես տատիկի հեքիաթները Անիի մասին։ Իհարկե, ինչպես կմոռանամ։
Ասում էր, մենք թագավորական արյուն ունենք։ Կարինե ջան, դա հեքիաթ չէր։ Հիշեցի նրա վերջին խոսքերը, Արմինե ջան, դու թագուհի ես, պարզապես չգիտես։ Մենք ծիծաղել էինք։ Բայց նա լուրջ էր։ 1000 տարվա պատմություն, թաքցված, պահպանված, փոխանցված մայրից դստերը, սպասելով ճիշտ պահին։ Հիմա հասկանում էի, թե ինչու էր տատս միշտ քայլում այնքան հպարտ, ինչու էր նրա հայացքը այնքան արքայական։ Մատենադարանը առաջարկեց գնել ձեռագրերը միլիոնավոր դոլարներով։ Բայց ես մերժեցի։ Դրանք պատկանում են ժողովրդին։ Նվիրեցի բոլորը մեկ պայմանով, դրանք կկոչվեն Պերճուհի Խաչատուրովայի հավաքածու։ Տատիկս արժանի էր այդ պատվին։ Նա 90 տարի կրել էր այս գաղտնիքը, պահպանել էր այն պատերազմների, տեղահանությունների, սովետի տարիների միջով։ Պաշտոնական արարողությունը մեծ իրադարձություն էր։ Նախագահը եկավ։ Լրագրողները ամենուր էին։ Բայց ես մտածում էի տատիկիս մասին, ինչպես էր նա ապրել իմանալով, որ կրում է այսպիսի պատասխանատվություն։ Ինչպես էր լռել, պահպանել, սպասել։ Ելույթի ժամանակ պատմեցի նրա մասին, ինչպես էր նա ամեն գիշեր աղոթում անի ուղղությամբ, ինչպես էր սովորեցնում մեզ հին հայերեն, որը, ինչպես հիմա հասկանում եմ, 10-րդ դարի բարբառ էր։ Արարողությունից հետո գնացի տատիկիս գերեզման։ Այնտեղ արդեն սպասում էին քույրս, որդիս, թոռներս։ Դրեցի մի փոքր քար Անիից գերեզմանակարի վրա։ Տատիկ, ես կատարեցի առաքելությունը։ Գանձը փրկված է։ Պատմությունը պահպանված է։ Քամին փչեց, ես կարծես լսեցի նրա ձայնը, գիտեի, որ դու ճիշտ ժամանակին կգտնես։ Հիմա պատմիր աշխարհին մեր պատմությունը։ Այդ գիշեր երազում տեսա տատիկիս։ Նա կանգնած էր Անի վերականգնված եկեղեցում, շրջապատված մեր բոլոր նախնիներով։ Բոլորը ժպտում էին։ Մենք հպարտ ենք քեզանով, ասաց տատս։ Դու փրկեցիր ոչ միայն ձեռագրերը, այլ մեր հիշողությունը։ Հիմա, երբ աշխարհը կարդում է այդ հին ձեռագրերը, երբ գիտնականները հայտնագործում են նոր պատմություններ, ես մտածում եմ բոլոր այն կանանց մասին, մեր տոհմի, ովքեր դարերով պահել են այս գաղտնիքը։ Ամեն մի տատիկ, ամեն մի մայր, ամեն մի դուստր։ Լուր հերոսներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեկ նպատակի՝ պահպանել մեր ժառանգությունը հաջորդ սերունդների համար։ Եվ ես, 65 տարեկանում, վերջապես հասկացա իմ կոչումը։